Եթե մի օր կտեսնես դու որ երկար է ճամփան ու քարոտանով դեպի երազանքների երկիր միշտ կանչող ու շոյող մեզ ամենքից ու եթե անգամ քեզ փորձեն կոտրել պետք է պայքարել միշտ ամուր անկոտրում լինել երազանքների երկիր որ ասնես այն տեսնես վայելես Լսի, եթե դու ինձ չես պատմելու ինչ պատմությունների մեջ ես ընկել Ռոլանդի հետ, վեր կաց ու իմ տնից գնա, հա? Ես ժամանակը չունեմ քո։ Լիլի, ես քեզ քանի անգամ ասեմ, որ այդ տղան ընդհանրապես կապ չունի իմ հետ։ Լսի, բայց դու ինչ տաղանդավոր դերասան ես։ Բրավո քո դերասանական խաղին։ Կոնիկ ասես Google-ի վիճակը ոնց է։ Կասեմ, բայց դու չկորես, որովհետև մեզ հաստատ պետք է զգանում։ Դες միշտ պատաստ եմ օրենքին ենթարկվել։ Երբ զանգեք, վազելով գալիս եմ։ Դե ճիշտ է դա է, ու աշխատի հեռու մնաց police station-ից։ Ես մեղավոր չեմ։ Հետևում էի, հետքը կորցրեցի, միամի դուրը բացեց նստեց, զենքը պայծ գլխիս։ Բա զանգերից ինչի չէիր պատասխանում։ Ի վիճակի չեմ եղել։ Ասացի մի քիչ լավ զգամ, նոր դուրս կգամ։ Ինչ ես ասել։ Ոչ մի բան։ Իսկ ավելի կոնկրետ։ Արմին, Հալիլ, Արմին կներես, հա։ ես կարամ իմանամ ինչ ա քո հետ կատարվում։ Լսի, ես էլ չգիտեմ իմ հետ ինչ ա կատարվում։ Ոնց է հետևողների աշխարհի չեմպիոնը։ Չնայած որ ոտի վրա ես ուրեմն լավ ես։ Էս ծանոթ ժամացույց է։ Իհարկե ծանոթ ժամացույց է, Ռոլանդի ժամացույցն է։ Մոռանում ես միասին ենք գնել։ Ես ամեն ինչ շատ լավ հիշում եմ։ Բայց ինչ գործ ունի քո մոտ։ Այ հենց էդ էլ ուզում եմ հասկանամ։ Իսկ հասկանալու համար պետք է գնանք ձեր տուն։ Մի հատ նա այստեղ ինչ ֆիրմա է գրած, ու տեսով այդ ֆիրմայի գլխին կանգնած Ռոլանդ։ Արդեն ոչ մի բան չեն կարող փոխենք։ Ասում եմ արա այն ինչ որ քեզ ասում եմ։ Մոտ հարց տամ էլի քեզ։ Դու վստահ ես, որ այս ամեն ինչի գլխին Լիլիան չի կանգնած։ Ինչ ես ուզում դրանով ասես։ Հան չէ։ Ինչ որ ուզում էի, արդեն ասեցի։ Արմին 10 անգամ ասեցի առավոտ աշխատանքի գնալուց աղբորը տեսել հետո խոսացել եմ, ու այս ժամացույցը իր ձեռքին կապած չէր։ Այդ նշանակում է, որ Լիլի դա ոչ մի բան չի նշանակում։ Մինչև ես Ռոլանդի հետ չխոսեմ, խնդրում եմ երևակայությանդ զոր մի տուր։ Ու մենք չգիտենք Արմանը ով է, որտեղից հայտնվեց ու ինչ է աշխատում։ Հաջա ցանդո։ Լսի քեզ ինչ եմ ասում։ Էս իմ վրեժն է։ Ու ես չեմ պատրաստում քո համար ուստուպկեքի գնամ։ Ես չգիտեմ Վիկտորը քեզ ինչ արել։ Այդ ես եմ որոշում, երբ Վիկտորին խփեմ։ Հա, գիտեմ, որ օգնել ես։ Ու հորս հարգելով ես այդ արել։ Իսկ հիմա խնդրում եմ քեզ։ Հիմա հորս հարգելով ինձ մի խանգարի։ Տարին մոտենում է ավարտին եւ տոնական այս շրջանում Ակվակալիենտե համերգասրահում հերթական համերգն է։ Հայկական էստրադայի ամենասիրելի արտիստներից մեկը, բազմաթիվ հիթերի կատարող, սիրված ոճային երգիչ
Արամե, հին ու նոր երգեր, պրեմիերաներ, գունեղ շոու ծրագիր։ Դեկտեմբերի 14-ին շաբաթօրը երեկոյան 6:30-ին Դշու համերգասրահում հերթական համերգն է։ Լավագույն տեղերն ամրագրեք այսօր 818 265 0506 323 580 0808։ Ստեղի պետք է լրիվ Հայաստանը չի ժեստում։ Ինչ է։ Տաշիր։ Տաշի։ Ոնց է երևում, որ Երևանը կարող է լսել։ Մեր մի ասա։ Սիրուն ջան, բայց դա խուճ չի մենակ։ Ճիշտ ասած չէ։ Հալա խիտ ես կոպից։ Իմ համար ակուրատ մի հավեսին տղա եմ։ Հեսա մի բաժակ մի բան խմենք, համել կծանոթանանք, այդ ջղայնությունը տան կանցնի։ Հələ մի րոպե։ Ես ընտեղ ինչի։ Что? Ասայք, Լսի։ Ինչ այլ է։ Լսի, ես ընկերուհուս եմ սպասում, ավելի լավ է հեռու գնա։ Ես ինչ լավ զուգադիպություն, բայց էլ մենակ չեմ, ես էլ ընկերոջս հետ եմ։ Հեսա 4-ով կմիանանք իրար հետ հավեսին լավ ժամանակ կանցկացնենք։ Մենք կամպանիաների կարիք չունենք։ ես ընտեղն է, որ եկար վերային տարապանից։ Սրա գլուխը սա բարն եմ ծբխելու։ Նստի, վայրը ինչ է, սա անգերոջը ռեստորանն է։ Ես այն քիրա ոտով կգա։ Յա, այդ ատամիկ նորեկետներն է ոնց որ բրազլետից հետ ես ավերնացել։ Չեմ կարծում բրասլետը ոսկոց լինի։ Այ լավն էր։ Ձերս։ Դե չշարժես։ Բայց ես չի խնդրել ինձ օգնես։ Դու ո՞վ ասես որ քո համար արեցի։ Սովորակի տանել չեմ կարողանում հարբած տղեկի։ Ամեն դեպքում շնորհակալություն։ Իմ Միչայլոց։ Ես տեղ եմ աշխատում։ Որ բան պետք լինի, կարաս ասես։ Մի անգամից երևաց։ Հակու կապից հետ, որ բարմեն ես։ Վերջ։ Ես գիտեմ դու ինչ ես մտածում։ Հրավիրեմ ես տղուն մեր տուն։ Մի բաժակ բան խմենք։ Պատկերացրու, որ հա, ստեղ ես թողել։ Էս ով է։ Սրտիկներն են։ Յա, լուրջ ես ասում։ Ես էլ ասում եմ տեսնես ինչ է։ Ես տեսնում եմ, որ սրտիկներն է։ Բայց ով է։ Սրտից տիրուհին է։ Բա որ տենց սրտի տիրուհի ունես, իմ հետ ինչ գործ ունես։ Դա էլ ես ճիշտ ասում։ Դե վերցնում ես այդ սրտի տիրուհուն ու դուրս տվից։ Ալավ հանգստացի մամանա։ Մաման։ Կհավատամ հեսա։ Լսի, ինչ ժամանակակից ձև եք դու մամատ իրար հետ շփվում սրտիկներով։ Իմ սրտը մի հատ տիրուհի ունի։ Ու այդ դու ես։ Դե մամային հետ զանգի։ Հետո կզանգեմ։ Չէ, հիմա զանգի։ Ալավ ասացի հետո կզանգեմ։ Հալավ հետո չկա։ Հիմա զանգի, սպասում ա, չէ մաման։ Երևի շտապ մի բան կա։ Շտապ չի։ Զանգի։ Շուտ։ Բարիգում։ Բարև, հազար բարև։ Հարցում եմ հասկանում ես։ Ապեր ես գիտեմ ինչ որ արել ես, Ալենի համար ես արել։ Արտուր, ես ընկերուհին եմ, ու ես քեզ շատ լավ եմ հասկանում, բայց Ալենն իմ ընկերն է, ու իր ճիշտը իմ ճիշտն է։ Հիմա էլ ես դες մտածում։ Հա, բայց դու քո քայլերով ապացուցիր, որ դու Եվային արժանի ես։ Ես էլ բան չունեմ ասելու։ Մի բան հյուրասիրվի։ Լավ է։ Սկզբի համար գոնե կարայր անուն տասեիր։ Հետո նոր կյանքդ պատմեիր։ Իմաստություն։ Իմաստություն։ Ուրախ եմ։ Ես էլ Ռոլանդն եմ։ Իմաստուն ջան։ Սոֆիա։ Անունս նշանակում է իմաստություն։ Տանել չեմ կարողանում իմաստուն աղջիկներին։ Հուսով եմ այդ մենակ անունը տա։ 2։ Ինչ երկու։ Առաջին։ Տանել չես կարողանում հարբած տղամարդկանց, երկրորդ, տանել չես կարողանում իմաստուն կանանց, հետո շարունակի։ Էլ ինչից ալերգիա ունես։ Մոտդ նշի։ Համար 3։
տանն էլ չեմ կարողանում հետաքրքրասեր աղջիկների։ Ընտիրա, մենք ոնց որ շատ լավ իրար հասկացանք։ Նենց որ քո ստանդարտներին չեմ համապատասխանում։ Հիմա թույլ կտաս գնամ տուն։ Սպասիլը, դու չհարցեցիր ես ինչ եմ սիրում։ Ոչինչ, էդ էլ թող մնա ուրիշ անգամ։ Ոնց որ Հայաստանից ես, հա։ Ինչ իմացար։ Դե ամեն ինչ թողում ես հետևա։ Ասենք թե Երևանից եմ։ Ու նոր ես եկել, հա։ Տենց զռում, հա։ Դե չի զռում, ուղղակի ես էլ եմ նոր եկել։ Եկել ես երազանքների երկիր։ Այդ նայածում համար է երազանքների երկիր։ Իմ համար որ չէ։ Բա ինչի ես եկել։ Օհ, կներես։ Ոնց որ արդեն շատ եմ հարցեր տալիս։ Բաց չի։ Ոնց որ հումորը տեղն է, հա։ Չէ, մենք հաստատ պիտի խմենք իրար հետ։ Վստահ ես։ Վստահ եմ։ Ինչի պատասխանում ես տղեն։ Փորձակ չբերի գլխներիս։ Ես էլ որ նոր եմ եկել Ամերիկա, ասացի վերջապես կպրծնեմ Հայաստանի քյարթու տղաներից։ Էն էլ եկաստեղ լրիվ նույնն է, ոչ մի օրիգինալ բան չեմ տեսնում։ Օրիգինալ բան է, հա, սերտոտոզին։ Հա, Օրիգինալ բան, հա, ասում ես։ տղեն դու ես, մի բան մտածի։ Վիկտորն է։ Այս մասնագիտական է, առանց ներս հրավիրելու ուրիշի ավտոյի դուռը բացելու նստելը։ Չէ, ուղղակի շատ կարևոր բան ունեմ քո հետ խոսելու։ Ինչ ա եղել։ Ռոլանդը չկա։ Ես ինչ անեմ։ Դու չգիտես որտեղ է Ռոլանդը։ Արմինե կարող է գիտես ես Ռոլանդի դայակն եմ։ Դե մտածեցի կարող է դու իմանաս որտեղ է Ռոլանդը։ Ինչ ուզում է աղբերը տարած լիներ։ Դու իրան կդավաճանեիր։ Իսկ Լիլիան արեց այդ։ Ինչ ա արել Լիլիան։ Լիլիան իմ երկու թևերը քոքից կտրել է։ Այսինքն Լիլիան հետ է եկել։
Դու իմացել ես ով է Լիլիային առավանգել։ Հիմա ուր է Լիլիան, տանն է։ Խմելու հետ ոնց ես։ Ինչի համար ես հարցնում։ Արի գնանք մի տեղ խմենք։ Նենց հաճանշում ինձ ես մենակությունը։ Կընկերակցես ինձ։ Հենց հիմա, զանգի։ Հա, մամ ջան։ Զանգել էիր։ Հա, մի քիչ զբաղված եմ, ես քեզ հետո կզանգեմ։ Լավ, մամ ջան։ Տեսա որ մամաս էր։ Մաման էր, հա, մաման։ Իսկ մամատ իմ մասին գիտի։ Հա, բա ոնց։ Ինչ գիտի։ Այգոր թղթез լինի, օրինակ անանամ, մամային կբերեմ մեր հարսանիքին, ու դու անձամբ կծանոթանաս հետը։ Հա, թղթերը, հա, ճիշտ է։ Լավ, օքեյ, ուշա գնա։ Լավ։ Բարի գիշեր։ Չհամոզեցի, բայց օքեյ։ 5000 քեսերի հաջողված լուծում։ Ավելի քան $100 միլիոն փոխհատուցում տուժածներին։ 818-777-7777 կամ Lucky 7։ Փայամ Շայանի իրավաբանական գրասենյակ։ Զանգահարեք։ Շնորհակալ եմ, որ առաջարկս ընդունեցիր։ Ես պատճառ չունեի քեզ մերժելու։ Շնորհակալություն, մեզ 2 բաժակ վիսկի բերեք, խնդրում եմ։ Լավ։ Վիկտոր, ես չգիտեմ ինչ է եղել։ Ինչի եք դուք տղամարդիկ այդքան էգոիստ։ Ես չգիտեմ Լիլիային ինչ է եղել, բայց դուք էլ մի բարի պտուղը չեք։ Շնորհակալ եմ։ Ձեր ուժը մենակ խմիչքի մեջ, հա։ Ցավոք սրտի ես պիտի գնամ, որովհետև չեմ ուզում տեսնեմ, թե դու ոնց ես կորցնում քո մարդկային դեմքը։ Լստի տեղդ, Արմինա։ Լսի, բայց դու вообще կազինո խաղալ չգիտես։ Ինչքան փող ունեիր գրվեցիր։ Լուրջ ես ասում։ Ես դու ասես որ կազինոն խաղալ իմանալով է։ Բայց ինչով է։ Բախտի բան է, թե բախտդ բերի կհաղթես, եթե չէ։ Լավ։ Գոնե փող ունես, մոտդ գնանք հաց ուտենք։ Սվերջի քեշս է։ Կարծում ես, այս $20 մեզ կհերիքի։ Ես որ սովորած չեմ։ Դրա համար փողը պետքա միշտ աղջիկների մոտ լինի։ Մենք գիտենք ոնց ենք ծախսում։ Էս էլ կարաս վերցնես հաշիվն էլ դու փակես, քեզ ված չզգաս։ Արի ես պապայդ տված $100 քո մոտ պահի։ Ես իմ քարտով հաշիվը կփակեմ։ Գնացինք։ Մենակ արագ ահավոր սոված եմ։ Կեր, ասում եմ սոված փորին ճշմարտություն չկա։ Վիկտոր, որտեղ է Ռոլանդը։ Ես ուզում եմ Ռոլանդին գտնամ։ Ասում են մենակ թույլ մարդիկ են իրենց թշնամիներին ոչնչացնում։ Այս կուժեղները ոչնչացնում են իրենց ներսում։ Ու ես հավատացել եմ այդ խոսքերին։ Այս կյանքում աղբերը իր ճանապարհ ունի, Արմինե, դու քո ունես։ Հանգիստ թող Ռոլանդին։ Ոնց որ դու ես հանգիստ թողել Լիլիային։ Եթե ես Լիլիային հանգիստ թողածել նայ, հիմա այս խնդրի առաջ չէի կանգնի։ Ինչ է արել Լիլիան, վերջապես կխոսես։ Չեմ ուզում հիմա դրա մասին խոսեմ։ Ես ուզում եմ քո կենացը խմեմ։ Ինչի արժանի չես։ Հարցը դրանում չի, Վիկտոր։ Բա հարցը ինչու՞մ է հարգարժան, Արմինա։ Ես չեմ հասկանում մենք ինչի համար ենք այստեղ եկել։ Ինչի համար այս խոսակցությունն ընդհանրապես ինչա կատարվում։ Դու նման բան չէիր անի Ռոլանդի հետ։ Իսկ իմ քուրը արեց։ Միակ հարազատս ինձ մեջքից խփեց։
Չնայած ինքը մեղավոր չի։ Ես եմ մեղավոր։ Իմ պատճառով աղբորս գլուխը կերան։ Ես նենց ապրեցի, որ ստիպեցի քուրս ատի ինձ։ Ես ընտանիք չունեմ, երեխա չունեմ, սիրած կին չունեմ։ Ու ամենավատը, որ իմ սիրած կնոջը չեմ կարում սեր խոստովանեմ։ Ասա մի սենտի ընդամենը արժեք ունի իմ կյանքը։ Ինչ արել Լիլիան։ Ոչ մի բան, մեծ հաշվարկով Լիլիան ոչ մի բան չի արել։ Վիկտոր։ Երբեմն պետք է լռության ձայնը լսել։ Կամուսնանաս իմ հետ։ Էվա ջան, կարևորը դու զգուշ եղի։ Լավ։ Իսկ Ալենի մասին մի մտածի, ես իրան շատ լավ կնայեմ։ Ոնց որ աղբերդ գայս հետո կխոսեմ, դե լավ, բայ։ Բայ, Ալեն ջան, եկար։ Հասկուտես պատրաստել ինքան։ Հետո մետ էր խոսում։ Ընկերուս է, Երևան ընկերուս է ես ինձ Սա կպարզեմ։ Ալեն ջան, ուղղակի ընկերուս հետ է ուզում խոսել, Երևան ես ընկեր։ Դու հենց սկզբից իմացել ես քրոջս տեղը։ Ունես մի արա, որ այսօրվա ինձ ես տեղ երևաս։ Ալեն ջան, դու գիտես, որ ես տեղ չունեմ գնալու։ Հեռախոսը դուրս տեղ։ Ասում ես ընկերուդ հետ ես խոսում։ Ուզում էի զանգեի ուղղակի, դու եկար ու չհասցրեցի զանգեմ։ Ռոլանդ։ Սպասի, ստեղ ես գալիս եմ։ Ինչ ես անում ստեղ։ Ոնց ես հետս խոսում։ Քո հետ եմ։ Ես եմ հրավիրել։ Ինչ գործ ունես ստեղ։ Տանը կխոսենք։ Ճիշտ ասում Ռոլանդը։ Երևի իմ հետ պետք չի գործ ունենալ։ Պաշտպանության կարիքը չունեմ։ Բարև ձեզ։ Ռուզիկ բարև, Եվան մտավ լողանալու։ Դուրս գա ասեմ զանգի քեզ։ Նա, ինչքան կարա թող շուտ զանգի։ Ալեն։ Հա, ես եմ։ Լավ էլ տեղը բերիր։ Երիքա մուկն ու կատու խաղակարա։ Ասում էի, չէ, վաղ թե ուշ գտնելու եմ։ Եթե զանգել ես իմանաս Եվան ոնց է, ուրեմն ասեմ որ լավ է։ Ձեռես առնում Արտուր։ Չէ, ապեր, ոչ մի տես նպատակ չունեմ։ Ու իմաց, եթե Եվանի ուզենա որ իր տեղը իմանաս, դու հաստատ կիմանաս։ Քո բախտը բերես մի հարցում, որ գործերս խառնեին պլստացիր, բայց ես այս հարցս ինձ չեմ թողի։ Մենք էլ ապեր չենք պատրաստում սաղ կյանքներս քեզանից փախած ապրենք։ Ուրեմն տեղը 10-ը գալիս եմ։ Ժամանակը որ եկավ, մենք կգանք։ Հեռախոսը տուր Եվային։ Նորից եմ կրկնում, Եվան լողանում է։ Ամեն չեմ պատրաստում իրան նորից ստրեսի ենթարկեմ, ու նույն բանը քեզ խորտ կտամ։ Դու իմ ձեռով ես վարի գնալու։ Հնարավոր է,
Բայց ես քեզ թշնամի չեմ համարում։ Դու լավ գիտես, մենք իրար սիրում ենք ու ինչքան շուտ այդ մտքի հետ համակերպես, այդքան քո համար լավ։ Ուզի քանի գլուխը չեմ ջարդի չքվի աչքիցս։ Ալեն ջան, բայց ես չգիտեմ իրանք որտեղ են։ Դուրս արի ստեից։ Կարող եմ հեռախոսս վերցնել։ Շուտ։ Վիկտոր, սպասի։ Ռոլանդ։ Ինքը քեզ սիրում է։ Չես խոսում։ Գրած կգամ քեզ սիրահարված է։ Քուրս է։ Արի գնացինք ստեղից, ախորժակս փակվեց։ Բայց սպասի ես սովոր։ Ինձ տուն տար, Վիկտոր։ Կգնանք իմ տուն կխոսենք Արմինա, հետո աղբորոդ հետ կխոսես։ Ես իմ աղբոր հետ իմ հարցերը կլուծեմ, ավելի լավ է դու ինձ տուն տար։ Մենք կխոսենք հետո։ Չեմ կարող, Միլան տանը մենակ է։ Դե օքեյ, ուրեմն ես կգամ քո մոտ։ Իզուր ժամանակ ես կորցնում, Վիկտոր։ Մենք ոչ մի բան չունենք իրար հետ խոսելու։ Ճիշտ ասած, ինձ ուղիղ հակառակն է թվում, Արմինա։ Շատ վստահ ես խոսում։ Չէ, ընդհանրապես այս կյանքում ոչ մի բանի վրա վստահ պետք չի լինել։ Ինքդ քեզ անգամ պետքա չհավատաս։ Բայց հավատաս զգացմունքները երբեք չեն խաբում։ Վիկտոր, դու հիմա հուսահատ վիճակում ես։ Չգիտես Լիլիան որտեղ է, ինչ է անում։ Ու մի արա նենց բաներ, որոնց համար հետո կզղջաս։ Երբեք մտքովդ չանցկացնես, որ Վիկտորը կարող է կնոջ ուս փնտրի, որ լացի հետ ուսի։ Կարող եմ գալ։ Հուսով եմ ամբողջ գիշեր սեզ լռության մեջ չեն լուսացնելու։ Հիմա քեզ կճանապարհեմ տուն։ Բա դու ինչ կանես։ Կգնաս քրոջդ կյանքի դասեր տալու։ Դարձա քո գործը չի։ Փաստորեն դու սենց ատտակտել ես, հա լինում։ Կներես ինձ։ Դու կապ չունես։ Կհրավիրես ինձ քո տուն։ Բայց կարծում ես դες ճիշտ է։ Չէ։ Ուղղակի տենց է պետք։ Լավ, քայլենք կմտածեմ։ Ինձ թվաց քնած ես։ Դե գոնե թեյդ խմիչ սառի։ Ավելի թունդ բան չունես։ Կարծում եմ այսօր արդեն հերիք է։ Գիտես երբ է կնոջը լինում լսել։ Ավելի ճիշտ երբ է ստացվում լսես։
երբ որ սիրում ես։ Վիկտոր, դու խոստացել էիր, որ այդ թեմայով չես խոսել։ Թե չէ տուն չէիր կանչի, չէ։ Արմինա, ուզում եմ մի հարց տամ։ Ասա։ Ով է սպանել ձեր մամային ու ինչի։ Տարին մոտենում է ավարտին եւ տոնական այս շրջանում Ակվակալիենտե համերգասրահում հերթական համերգն է։ Հայկական էստրադայի ամենասիրելի արտիստներից մեկը, բազմաթիվ հիթերի կատարող, սիրված ոճային երգիչ Արամե, հինունոր երգեր, պրեմիերաներ, գունեղ շոու ծրագիր։ Դեկտեմբերի 14-ին շաբաթօրը երեկոյան 6:30-ին Դշու համերգասրահում հերթական համերգն է։ Լավագույն տեղերն ամրագրեք այսօր 818 265 0506 323 580 0808։ Իմ բացակայության ընթացքում դու Ռոլանդը զբաղվեք ընթացիկ հարցերով։ Լարես, ինչ հապճեպ որոշումներ էր, բայց ինչ գիտես, որ մենք կկարողանանք։ Ես վաղ մեկնում եմ Արմինը։ Արդեն Տոմսը գնել եմ։ Լսի Արման, մեկ-մեկ սենց ուզում եմ մոտենամ մի հատ քեզ սենց ձեր տամ հասկանամ, դու իրական ես թե չէ։ Իրական եմ, գնա լվացվի։ Չես զգում, որ քեզ ավել բաներ ես թույլ տալիս։ Ես ասացի տանից դուրս չգաս։ Եթե չես ուզում ավելի վատ լինի։ Դու աշխատում ես Վիկտորի մոտ, բայց ատում ես իրան։ Էդ ինչ գիտես իրա մասին, որ ես չգիտեմ, Ռոլանդ։ Կներես, որ մեր հանդիպումը նշանում աբալես։ Ես ինչքան շատ եմ աղոթում ու խնդրում Աստված պապիկին, որ քեզ շուտ միանամ, այդքան հետաձգում եմ։